Ողջույն, հարգելի հայրենակիցներ, ես Գենաստեր Արիստակեսյանն եմ, խնդրում եմ լսեք մինչև վերջ, ես ձեր օգնության կարիքն ունեմ, իսկապես ունեմ և նախորդ հոլովակը տեսաձայնագրելիս այս նախաբանով եմ սկսել, հայտարարելով բաց դրամահավաք, նշել եմ հետևյալը, փնտրում եմ հովանավորների, որոնք մասամբ կհովանավորեն կրթությունս, խոսքս եզրափակելիս նաև նշել էի, որ ավելի լայն և երկարատև անդրադարձ եմ կատարելու, սա այդ անդրադարձն է, արդեն որերորդ անգամն է տեսաձայնագրում եմ անջատում, որովհետև ընթացքում ազդանշաններ են հնչում, ոմանք ճվվում են, մոտակայքում շին հրապարակ կա, հարևանս երբեմն կազմակերպում է ըմբշամարտի բաց առաջնություններ, ապրում ենք աղմուկի և քաոսի մեջ, ներող եղեք, ընթացքում հնչելու են, այլևս հնարավոր չէ, ժամանակիցս է գնում, այսպես ասած, ինձ պետք է 1 միլիոն դրամի կարգի գումար, ես պետք է դառնամ մարզիչ և առաջին հոլովակը տեսաձայնագրելիս ես շատ չեմ մանրամասնել, թե ինչու 1 միլիոն դրամի կարգի գումար և ոչ 5 միլիոն դրամի կամ կես միլիոն դրամի կարգի գումար և ինչու եմ ուզում դառնալ մարզիչ, փորձեմ լինել հակիրճ, հնարավորինս ինչքան հնարավոր կլինի, այսպես ասած, ուրեմն տեսեք, առաջին հոլովակը կարող եք գտնել իմ YouTube-յան ալիքի Shorts բաժնում և ինչու եմ որոշել տեսաձայնագրել նաև այս երկարատև տարբերակը, որպեսզի Shorts բաժնում չհայտնվի և ավելի տեսանելի լինի, որովհետև եթե 4 րոպեից պակաս տևողություն է ունենում, Shorts բաժնում է հայտնվում, նոր, չգիտեմ, կանոններն են կամ, չգիտեմ, ալգորիթմն է այդպիսին, ինչևէ, և հրապարակել եմ Facebook-յան և Instagram-յան հարթակներում, տեղադրելով հաշվեհամարս, որոշ այլ տվյալներ և ոմանք արդեն կատարել են փոխանցումներ, շնորհակալ եմ ձեզ, թե ինձ ծանոթ, թե անծանոթ հայրենակիցներս, ես ժամանակակից գործարարներից ակնկալիք չունեմ, շատերը չեն կարևորում կրթությունը, ոչ բոլորը, շատերը, այդպիսի մեկը ժամանակին փակել է իմ, այսպես ասած, մեր Սեբաստիա կրթահամալիրը, Ալեքսանյան է ազգանունը, բոլորդ նրան գիտեք, ժամանակին պատգամավոր էր և մեր կրթահամալիրը փակել է, որպեսզի կառուցի իր, այսպես ասած, առևտրի հերթական կենտրոնը, էս է էլի կարևոր, այս կարևոր չէ, ճարպկությունն է կարևոր, բջությունը, այսպես ասած, և այդ դպրոցը, այդ կրթահամալիրը այդպես էլ չվերաբացվեց, ինձ և շատ հայ պատանիների վնաս է հասցրել, իմ հույսը ոչ անտարբեր հայրենակիցներս եմ, որովհետև ինքս էլ ապրել եմ ոչ անտարբեր կյանք, ինձ ճանաչողները գիտեն, բայց չճանաչողների համար, այսպես ասած, կատարեմ հետևյալ նշումները, ես մասնակցել եմ տարբեր դրամահավաքների և երբ ինձ օրինակ, չգիտեմ, խնդրել են երգել, միջոցառում են կազմակերպել, Անդամալույծ զինվորի համար դրամահավաք են հայտարարել, միջոցառում են կազմակերպել և ինձ հրավիրել են, խնդրել են, ես չեմ մերժել,
Եվ այդպիսի դրամահավաքների անգամ ոչ շատ բաց ես մասնակցել եմ եւ զբաղվել եմ կամավորությամբ սահմանամերձ Չինարի եւ Այգեծոր գյուղերում դասավանդել եմ եւ գումար չեմ վաստակել, ոչ էլ այդ մտքով եմ կատարել այդ աշխատանքը։ Եղել է կամավոր աշխատանք, այսպես ասած։ Եվ կամավորությամբ զբաղվել եմ 9 տարեկան հասակից։ Ոչ հայր ծնողս է ստիպել, ոչ մայր ծնողս է ստիպել, իդեպ էս հարցին էլ կանադառնամ, որովհետև շատ մեծ կապ ունի, թե ինչու եմ ուզում դառնալ մարզիչ եւ այլն։ Նաեւ նշեմ հետեւյալը, նախորդ հոլովակները Հայաստանն առանց հայերի, Armenia without Armenians վերնագրով շատերին ինչ ասեմ, անհասկանալի են երևի եղել, գուցե չեմ կարող ասել հստակ, բայց ինձ չճանաչողները իրենց թույլ են տվել տպագրել այսպիսի մեկնաբանություններ, ով է քեզ վճարել կամ ով է քո տերը, ոմանք հասկացել են, բայց կենսագրությանը ծանոթ չլինելով այսպիսի մեկնաբանություններ են տպագրել, շնորհակալ եմ ծնողներիդ կիրթ ինտելեկտուալ որդի դաստիարակելու համար, հայ ժողովրդի համար, մեկն էլ ռուսերեն մեկնաբանություն է գրել, Красавчик и умничка, спасибо родителям за воспитание։ Հավանաբար պատկառելի տարիքով մարդիկ են գրել, որովհետև այդ տարիքի մարդիկ են սովորաբար այդպես կարծում, որ քո ներաշխարհը, քո, չգիտեմ, կարճ ասած, ներաշխարհը ծնողներիդ ձեռքբերումն է։ Միշտ չէ, որ այդպես է, ես շնորհակալ եմ նրանց, որ լույս աշխարհ եմ եկել, բայց վաղը իմ ծննդյան հերթական տարեդարձն է լինելու եւ ես չեմ նշելու, ինչպես միշտ, վերջին տարիներին չեմ նշել եւ խորը պատճառներ ունեմ եւ կկիսվեմ ձեզ հետ։ Հայր ծնողս հատկապես ինձ չի դաստիարակել։ Նրա ներկայությունը այսպես եմ զգացել, հեռուստացույցի բարձր ձայնը եւ անդադար հազը։ Հայրական խորհուրդ, չգիտեմ, ոգևորիչ խոսք, ոգևորող խոսք չեմ հիշում։ Ներդրում որոշ, չգիտեմ, ասենք, արագավազորդի տվյալներ եմ ունեցել, պատանեկան տարիքում բավականին արագ եմ վազել, լավ ժառանգականություն ունեմ, ավելի այսպես ասած, ոչ խոնար բառեր չեմ ուզում օգտագործել, հիբրիդային պոտենցիալով մարդ եմ։ Թե որն է այդ հիբրիդային պոտենցիալը, երևի շատերն առաջին անգամ են լսում ես բառակապակցությունը։ Ես կարող էի դառնալ երաժիշտ, կարող էի դառնալ երգիչ, արագավազորդ, ֆուտբոլիստ, գուցե մտածեք չափազանցնում եմ, հատկապես ինձ չճանաչողները, իդեպ ինձ որպես այդպիսին շատ քչերն են ճանաչում, անգամ ծանոթներս չեն ճանաչում, չեն խորացել շատերը, որովհետև ես չեմ ներկայացել, բայց սա որոշել եմ տեսաձայնագրել, որովհետև չգիտես, վաղը չեմ եսօրը քեզ մեկը կարող է վրա երթի ենթարկել, կարող է մեկը որոշի, չգիտեմ, Հայաստանն առանց հայերի, այսպես ասած, Armenia without Armenians վերնագրի համար քեզ սպանի, ինչ ասած կարող է լինել։ Այդպիսի ազատամարտիկներին սպանում են հայրենիքում, կարճ ասած, ապահովագրված չենք։ Ես ժամանակին օրական
100-ից 200 հատ թվաբանական խնդիր էի լուծում հեռուստացույցի բարձր ձայնի ներքո, անդադար հազի ներքո։ Դա է եղել իմ հայր ծնողի ներկայությունը, որ նա կա, այն փաստը, որ դու հասկանում ես, որ նա կա, բայց ինքը չի եղել։ Մայր ծնողս ունի մշակութային ներդրում և չեմ կարող ուրանալ այդ ներդրումը, բայց որպես այդպիսին նա էլ ինձ չի կերտել, ես եմ իմ կերտողահայրը և այս բառի հեղինակն էլ ես եմ, քերթողահայր բառի հետ կապ չունի, կերտողահայր, ինչ է նշանակում կերտողահայր։ Դու չես կարող լինել քո կենսաբանական հայրը, և քանզի այդ բառարմատը վերջադաս է և կերտող արմատն է առաջադաս, այսինքն կերտողահայր, չգիտեմ, կարողացա բացատրել, կերտողահայր, ես եմ իմ կերտողահայրը, և ես եմ ընտրել կյանքի ճանապարհը, երկու ծնողներս էլ ծխում են, ես չեմ ծխում, շրջապատիս 90%-ը ծխում են, ես չեմ ծխում, ես ընտրել եմ կարգապահությունը, մարզվել եմ, ինձ որևէ մեկը չի ստիպել, որ ես վազեմ, մարզվեմ, չգիտեմ, իմ հայրը Մաքիավելին է, Շոպենհաուերը, Դոստոևսկին, Նիցշեն, Կոմիտասը, ես հայր չեմ ունեցել հայր, մայրս էլ ինձ չի ստիպել, որ ես, չգիտեմ, այս գրքերը կարդամ, կամ գնեմ, ձեռք բերեմ, այս գիրքն էլ գերմանացի ընկերոջս գիրքն է, իմ անուն-ազգանունը հրատարակված է այս գրքում, գիտեք ինչի համար, որովհետև պարզապես կազմակերպել եմ, որ նա սահմանամերձ գյուղերում կարողանար լուսանկարել, Հայաստանը ներկայացնել, միայն այդ դրա համար նշել է իմ անուն-ազգանունը, Փարիզում եղել է այս գրքի շնորհանդեսը, բայց հայերը հղում չեն տալիս, գաղափարներս գողանում են, սնվում են այդ գաղափարներից, այսպես ասած ճակերտավոր, հաղորդվում են այդ գաղափարներին, բայց հղում չեն տալիս Հայաստանն առանց հայերի, Armenia without Armenians։ Հիմնական պատճառն է, ես չեմ կարող նշել տարեդարձերս, ես ուրախ չեմ, ես իմ երազանքները չեմ կարողացել իրականացնել, և ինչու եմ ուզում դառնալ մարզիչ, ակնհայտ է, որպեսզի օգնեմ հայ երիտասարդներին, հայ մարդկանց հասնել նրանց նպատակներին, ինքս էլ մրցույթի եմ պատրաստվում և ինքնանպատակ չեմ պատրաստվում, Sky Running-ի մրցույթ է լինելու, անցած տարի մասնակցել եմ, տասնյակ եմ մտել, չունենալով մրցույթային փորձ, մի քանի շաբաթ քար էինք կրում, լեռներում, ասենք 2-ից 3 օրվա ընթացքում 5-ից 6 տոննա քար և այդքանից հետո չվերականգնված, չունենալով համապատասխան մարզական գույք, զարկերակային ճնշումը չափող սարք, ժամացույց, էլ ինչ ասեմ, չգիտեմ, գիշերը չքնելով, մի քանի անգամ զարթնել ելնելով, ես տասնյակ եմ մտել, հասկանում եք ներուժս ինչքան բարձր է,
Այս տարի ես փորձելու եմ զբաղեցնել մրցանակային տեղ, եթե ստացվի հաղթեմ, ավելի լավ, բայց պետք է ճգնեմ, որովհետև շատ ուժեղ մարզիկներ են մասնակցելու։ Այդ մրցանակային տեղ զբաղեցնելն էլ կարևոր է, որովհետև եթե այսպես ասած գումար վաստակեմ, այդ գումարն էլ եմ ներդնելու կրթությանս մեջ։ Ինքնանպատակ չեմ էլի պատրաստվում։ Ճիշտ է, սիրում եմ այդ լեռնային վազքը, բայց շարժիչ ուժս, այսպես ասած, շարժիչ ուժը այդ կրթությունս հովանավորելն է, որովհետև այս դրամահավաքն էլ հարկադրված ստիպված եմ, այսպես ասած, հայտարարել, բաց դրամահավաքը։ Ինձ որ մնար չէի հայտարարի, ես 2025 թվականի ընթացքում լեռներում աշխատելով, Trails for Change հասարակական կազմակերպությունում աշխատելով, ես հավաքել էի իմ կրթության գումարը, այդ տարվա ընթացքում ժամանցի վրա չեմ ծախսել, այդ գումարը մարզական գույք եմ ձեռք բերել, գրքեր եմ ձեռք բերել, այդ նախատեսված ծախսերը, որոշ ծախսեր եղել են չնախատեսված, ես դեռևս չեմ օգտագործում սննդային հավելումներ, որոնք մարզիկը պետք է օգտագործի, բայց չեմ օգտագործում, էս է, էլ ինչ ասեմ, չգիտեմ, կարող էի դառնալ երաժիշտ, կարող էի դառնալ երգիչ, 3 օկտավա դիապազոնով երիտասարդ եմ եղել ժամանակին, հիմա էլ եմ երիտասարդ, նկատի ունեմ ավելի երիտասարդ տարիներին, այդքան օկտավա եմ ունեցել, 4-ի պոտենցիալով, սա դիրիժորի կարծիք է, բայց ով ինձ լսել է, հասկանում եք, այս հիբրիդային պոտենցիալով, այս ներուժով, երբ որ դու չես կարողանում ներկայանալ, խելքովդ չես կարողանում ընդունվել անվճար միավորներ ես հավաքում, վաստակում, բայց չես ընդունվում կաշառակեր համակարգի պատճառով, ես անընդհատ կրկնում եմ, գիտեք, ոչ թե որ անցյալում եմ մնացել, այլ այս ալգորիթմները չգիտես ում են ցույց տալիս, եւ այդ պատճառով եմ կրկնում անընդհատ նույն մտքերը, որպեսզի ով չի լսել, լսի։ Նախորդ հոլովակները կարող եք դիտել եւ հասկանալ ինչի մասին է խոսքը, եթե չեք դիտել։ Ես ազնիվ ճանապարհով փորձել եմ կայանալ բարեկիրթ հնարավորինս, ինձ 2021 թվականին առաջարկել են թմրանյութերով, այսպես ասած, զբաղվել, թմրանյութեր ցրողի գործ են առաջարկել, հետպատերազմյան ընկճախտի մեջ լինելով այնքան սթափ եմ եղել, որ գրողի ծոցն եմ ուղարկել այդ մարդկանց, բայց եթե խիղճս դնեի մի կողմ, շաբաթական 300-ից 400 հազար աշխատավարձ էին առաջարկում, առանձնատուն կունենայի արդեն, խիղճս դնելով մի կողմ, կարող էի վնաս հասցնել հայ պատանիներին, երիտասարդներին, իդեպ ինձ նաև առաջարկել են և ժամանակ առ ժամանակ առաջարկում են, որ բա ինչու չես մարզում, հիմա էլ կարող ես մարզել, իմ մոտեցումը լուրջ է, ես չեմ կարող մարզել չունենալով այն համապատասխան գիտելիքները, թեթև մարզումներ կարող եմ տալ մարդկանց, բայց էդ էլ բարեկիրթ չի լինի, հասկանում եք, իմ մոտեցումը լուրջ է, և հենց այս լուրջ մոտեցումն է ինձ դարձնելու լավ մարզիչ, և կարծում եմ ես արժանի եմ, որ ինձ այս պահին չմոռանան, որովհետև ես անտարբեր չեմ եղել, և այն մարդիկ,
ովքեր կփոխանցեն եւ փոխանցել են։ Ես մեկնաբանության դաշտում նշել եմ, չեմ հիշում, հստակ չեմ հիշում ինչպես եմ ձևակերպել, բայց այսպես ձևակերպեմ, ուրեմն այդ մարդիկ ունենալու են հնարավորություն 1 տարի շարունակ անվճար մարզվելու, երբ ես լինեմ կայացած, համապատասխան գիտելիքներով զինված մարզիչ եւ ունենամ իմ մարզասրահը, կախված չլինեմ որևէ մեկից։ Նրանց երեխաներն էլ չեն ունենալու խնդիրներ։ Այն երեխաները, որոնք վերջին ճակատամարտերի ընթացքում կորցրել են հայր կամ մայր, նրանց նույնպես չեմ մոռանալու։ Իմ նպատակն է օգնել։ Առողջացումը այլընտրանք չունի։ Կենաս անունը պարզապես անուն չէ, չի նշանակում լինել։ Նշանակում է ընտրել կյանքը։ Ընտրել կյանքը եւ մարդկանց օգնել կյանքին հասնեն, իրենց կյանքի որակը բարելավեն։ Շատ երիտասարդներ ունենալով մեծ պոտենցիալ, ես հիշում եմ մեր դասարանի տղերքից մեկը լավ գծանկար էր անում, հիանալի գծանկարներ էր ստեղծում, այսպես ասած, ստեղծագործում։ Հիանալի ձեռք ուներ, բայց հետագայում դարձավ գող։ Ես նրա անունը չեմ տա։ Ես էլ այս բնության օրենքների համաձայն ես էլ կարող էի դառնալ թմրամոլ, ծխեի, չգիտեմ, գողություն կատարեի, կոտրվեի, ինչ ասես կարող էի անել, բայց ես ընտրել եմ կյանքը։ Ես մարզվել եմ, ես կարդացել եմ, կարդում եմ։ Խնդրում եմ ձեզ, մի եղեք անտարբեր, հաշվեհամարը կտեղադրեմ նկարագրության դաշտում, մի մոռացեք ինձ եւ ես ձեզ չեմ մոռանա, ինչ ասեմ, կնքահայրը գիրքը կարդացել եք, չէ, սկզբունքների մասին է, որ ասում է ես չեմ կարող զբաղվել թմրանյութերով, թմրաբիզնեսով չեմ կարող զբաղվել, չնայած բանը, որ վերցնես այդ ինչպես են ասում, խաղատների բիզնեսով զբաղվելն էլ ողջունելի չէ, իդեպ ես չեմ ողջունում այդ խաղամոլությունը, ես էլ ասեմ եւ վերջացնեմ, ավարտեմ այսպես ասած, ես խաղամոլությամբ էլ կարող էի զբաղվել, բայց չեմ զբաղվել, ես կարողանում եմ կանխատեսել այդ այսպես ասած խաղերի հաշիվները եւ այլն, բայց խաղամոլությամբ չեմ զբաղվել եւ չեմ ուզում հայ պատանիները, չգիտեմ, հայ երիտասարդները իքական սեռի, արական սեռի, ինչով են զբաղվում, մենք պետք է կերտենք առողջ Հայաստան, առողջ, կենսականությունը այլընտրանք չունի, մենք չարախոսելու, բամբասելու, ղժալու, փոխարեն մենք պետք է իրար աջակցենք եւ կերտենք նշածս Հայաստանը։ Այլ տարբերակ չկա։ Եվ իմ նպատակները հեռավոր են։ Շատ հեռավոր։ Բայց ես Հայաստանում հիմնականում ջերմություն չեմ զգացել։ Կներեք։ Չեմ զգացել այդ ջերմությունը։ Այսքանը
Ներող եղեք, մի քիչ երկարատև ստացվեց, բայց ասեցի այն, ինչ ուզում էի ասել։ Հաջողություն։